մարդկանց հետ արկիր կլինի։ Պետք է որ հետաքրքիր է քիչանով։ Կադրերն ուղղակի մոտս քիչ կփորձեմ ամեն դեպքում ավելի ծավալուն ներկայացնեմ, ինչքան որ հնարավոր է։ Լեսախ չեմ ասի։ Չէ, լեսախ պետք է ասեմ։ Ինչի եթերային եք ասում։ Լավ, գնանք։ Գնացինք։ Չնայած շատ տեղեր եմ հասցրել շրջագայել, բայց որպես այդպեսին առաջին անգամն էր, որ ամանորին պետքա Հայաստանից դուրս լինեի, միշտ դիմավորում եմ ընտանիքի հետ, Դիլիջան քաղաքում, որովհետև հայրեն տունս ամեն դեպքում Դիլիջանում է, բայց քանի որ ավանդույթն էլ չէի ուզում խախտեի, որ ընտանիքից առանձին դիմավորեի 2020-ը, ամեն դեպքում որոշեցի ընտանիքի հետ միասին ուղևորվել Թբիլիսի։ Ճանապարհ ենք ընկել դեպի Թբիլիսի, առավոտյան ժամը 8-ն է։ Եվ այս անգամ ամանորյա հանգիստը վստահվել է թերևս Օնիքսում կազմակերպությանը, ում ծառայությունից առաջին անգամ որ օգտվում եմ։ Իսկ այս պահին առջևում ճանապարհությունը դեպի Վրաստան, ամանոր եւ կարծում եմ, որ հետաքրքիր կլինի դիտել, թե ինչպես են Վրաստանում տոնում ամանորը, այս դեպքում ինչպես են հայերը Վրաստանում տոնում ամանորը։ Հատկանշական էր նաև այն, որ ուղևորությանը մեզ միացան նաև լավագույն ընկերներս, որոնց հետ միշտ ուրախ է, կապ չունի որտեղ ենք, ինչ ենք, հա, նույնիսկ տխուր արարողությունների ժամանակ շատ ուրախ եմ ասում նրանց հետ։ Այս դեպքում պատկերացրեք ամանոր, Թբիլիսի, երկրից դուրս եւ ուրախն ու խնդությունը անպակաս էր մեզնից։ Ամեն ինչ շատ ուրախ էր այնքան ժամանակ, քանի դեռ չէինք հասել Վրաստանի սահման։ Չնախատեսված մի շարք խնդիրներ առաջացան հենց սահմանին։ Այս պահին ինձ շատ լավ կհասկանան այն մարդիկ, ովքեր դեկտեմբերի 31-ին գնում էին Վրաստանում նշելու ամանորը։ Բավական մեծ խցանում է սահմանին։ Փորձում ենք Նարեկի հետ ոտքով գնանք։ Նարեկ, ո՞նց ես։ Լավ։ Ես իմ ապրած 27 տարիների ընթացքում առաջին անգամ էի տեսնում նմանատիպ խցանում։ Ոչ արջևի մեքենաներն են երևում, ոչ հետին այդքան մեծ էր խցանումը եւ ամեն դեպքում մենք պետք է մի քանի ժամ խցանման մեջ կանգնեինք, որպեսզի հերթը հասներ մեզ։ Այսինքն գնում ենք մոտ 2 ժամ, այսինքն հերթա խցանումներ, հուսով եմ ամեն դեպքում մինչև ժամը 12-ը, մինչև ամանորի մեկնարկը հասնենք տեղ։ Հույսը վերջին է մեռնում։ Եվ արդեն ճիշտն ասած հույսը կորել էր բոլորիս մոտ, որ մենք կհասնենք ժամանակին տեղ եւ կեսգիշերին կլինենք ռեստորանում, բայց անկախ ամեն ինչից այդ փորձությունը մենք պատվով հաղթահարեցինք։ Ինձ հետ նաև Զարմիկս էր, քրոջս որդին, ով որոշել էր, որ մեզ հետ պետք է գա եւ ամանորը մեզ հետ դիմավորի, բայց ծնողները իր հետ չէին գալիս։ Եվ դուրս եկավ այնպես, որ նա չուներ համապատասխան կնիքը, որ պետք է երկրից դուրս գա, հա։ Ցավոք մենք դրա մասին իմացանք այն պահին, երբ արդեն սահմանում էինք։ Եվս 2 ժամ սպասեցինք, մինչ եկան ծնողները, երեխայի անձնագրում խփվեց համապատասխան կնիքը եւ նոր կարողացանք արդեն հատել սահմանը։ Եվ վերջապես մենք Թբիլիսիում էինք։ Օնիքսում կազմակերպության հետ էինք համագործակցել եւ հանգիստը ապահովել էր Օնիքսում կազմակերպությունը, որին շնորհակալություն եմ հայտնում բարձրակարգ հանգիստ ապահովելու համար։ Իդեպ Օնիքսում կազմակերպությունը բացի հանգստից նաեւ առաջարկում է հեռանկարային բիզնես։ Պետք է նշեմ, որ Թբիլիսին իմ սիրելի քաղաքներից մեկն է եւ ես չեմ հոգնում անվերջ քայլել Թբիլիսի փողոցներով, շատ գեղեցիկ փողոցներով եւ ամեն անգամ ինչ որ նոր բան եմ բացահայտում ինձ համար, այնպես որ եթե դեռ չեք եղել Թբիլիսիում, անպայման խորհուրդ եմ տալիս, նամանավանդ երբ որ պոզիտիվ ու դրական կամպանիայով եք այնտեղ լինում, իսկ այդ ամեն ինչի պակասը ես ամեն դեպքում չէի զգում, որովհետև իմ պոզիտիվ ընկերներն ինձ հետ են ամենուր։ Պատկերացրեք բոլորս նույն հյուրանոցում էինք, Մարգո Փալաս հյուրանոցում էինք եւ տարբեր սենյակներում, բայց ավանդույթի համաձայն հայավարի մի քանի ընկերներով միշտ հավաքվում էինք տղաների սենյակում ու մնացած սենյակները միայն քնելու ժամանակ էին օգտագործվում ու այնտեղ սկսվում էր, հա, տարբեր թեմաներ, տարբեր խաղեր, շատ հետաքրքիր։ Նույնիսկ մոռացնենք, որ դեկտեմբերի 31-ն է եւ մոտ 1 ժամից արդեն պետք է լինենք ռեստորանում
ռեստորանում, որպեսզի դիմավորենք ամանորը։ Մինչև հայավարի հավաքվեցինք եւ ճամփա ընկանք դեպի ռեստորան, արդեն ժամը 23:30 էր։ Ճանապարհի կեսից արդեն այդ հրավառությունները սկսեցին, իսկ դա աննկարագրելի վիճակ էր, չկար բնակարան, չկար պատշգամբ, որտեղից ուղղակի հրավառություն չէր լինում եւ պահի տակ արդեն վնասում էին ներքևում գտնվող մարդիկ, որտեղ այդ ամենը թափվում էր մեր գլխին։ Հասկացանք, որ մենք անհասկանալի ինչ-որ վայրում ենք հայտնվել եւ 5 րոպեից պարզապես կհնչեն ամանորյա զանգերը։ Հասկացանք, որ միևնույնն է մենք չենք հասցնի եւ ռեստորանում չենք լինի ժամը 12-ին, որոշեցինք մեքենայից դուրս գալ ու հենց տեղում շամպայն բացել ու արդեն շնորհել մեկս մյուսից։ Մինչև որ հայտնվեց մեր 4-րդ ընկերը եւ ասաց, որ ռեստորանը շատ մոտ է եւ բոլորը մեզ են սպասում։ Հասանք ռեստորան ու այդտեղ սկսվեց իրական իրարանցումը։ Շնորհավորանքներ, սալյուտներ, շնորհավորանքներ, սալյուտներ, մի խոսքով, հա։ Շատ ուրախ ու լավ ժամանակ անցկացրեցինք այդ օրը, որը կարծում եմ դեռ երկար կհիշենք։ Իսկ հաջորդ օրերին մենք արդեն պլանավորեցինք շրջայց կատարել Թբիլիսիում, քանի որ տղաներից շատերը առաջին անգամ էին Թբիլիսիում։ Մեզ հետ էր բնականաբար նաև մեր շատ լավ ընկերը Նայիրան Մովսիսյան դերասանուհի, ում հետ էլ զբոսնում ենք ու հաճելի ժամանակ անցկացնում նաև։ Եվ մենք ստաժավոր Թբիլիսի ամոլներս մեզ վրա պատասխանատվություն վերցրեցինք, որ ամբողջ Թբիլիսի շրջագայությունը վերցնելու ենք մեզ վրա։ Մենք Թբիլիսի մետրոյում ենք, բոլորը քնած են, բացի Արտուրից, Նարայից, Նարայ կողմից բայց քնած են, Հովոյից, Հովայից։ Մեր ամամղերებს ուզի լոզեցա զամբախից դվերին Դու միրխիս մղերի, դու սևդիանո, մայնց ամղերի Մեր ամամղերებს վարդեվի սունթվա կաղաչոս պերի Ալբասիմ գերա, դու դամանատրես, հոդա մեծ բերի Չիտու, գրիտու, չիտու մարգալիտու դա Chito, 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 Margalito da Ու մենք երգում էինք մեր սիրելի երգը Девочка, стоп, не надо путать шалахов с ломбарда Под окнами твоими все надо Звучит от сердца моего Девочка, стоп, не надо Ես պետք է խոստովանեմ, որ ռեստորանային բիզնեսը Թբիլիսիում կոնկրետ շատ վատ վիճակում էր, սպասարկման ոլորտը 0
Մենք եղանք մի քանի ռեստորանում եւ մոտ առանց չափազանցնելու ժամ-ժամը սպասում էինք, որ կոնկրետ մեր ցանկացած ուտելիքը բերեն կամ նմանատիպ ինչ-որ վիճակներ ու մենք պարբերաբար փոխում էինք ռեստորանները։ Այսինքն այստեղ պետք է գնահատել հայկականը եւ հայկական այդ հյուրասիրությունը ռեստորանների եւ սպասարկման ոլորտի բարձրակարգ լինելու հանգամանքն եմ ուզում շեշտեմ, մեզ մոտ շատ բարձրակարգ վիճակում։ Ամսի 3-ին Նաիրան Մովսիսյան բոլորիս հրավիրեց ամանորյա ընթրիքի հայկական ռեստորաններից մեկում, որը կոչվում էր Աղթամար։ Շնորհավոր Աղթամար Եզում շատ հավասար Թբիլիսիում քայլելիս դու երբեք չես զգում, որ դու այնտեղ որպես տուրիստ ես, որ դա քո երկիրը չի, որովհետև կոնկրետ Հավլաբար համայնքում կարելի ասել մոտ 90%-ը հենց հայեր են, հայկական համայնք է, եւ պետք է ասեմ, որ ամենագեղեցիկ վայրերից մեկն է հենց Թբիլիսի, երևում է, որ հայի ձեռքը ամեն դեպքում կպել է այնտեղ։ Համեմատական տանելով Երևանի հետ պետք է խոստովանեմ, որ Թբիլիսի մետրոն շատ վատ վիճակում է եւ վատ չէ լինի, որտեղ կառավարությունը ամեն դեպքում քայլեր մշակեր մետրոն վերանորոգելու համար։ Զվարճալի էր այն հանգամանքը, որ երբ Նաիրայի հետ որոշեցինք իմ բարեկամներից մեկին ուղղակի տեսակցության գնալ, նա քնել էր մետրոյում։ Ես հասրել եմ մի քանի լուսանկարներ ամեն դեպքում անել եւ հուսով եմ Նաիրան ինձ կների այս նկարները հրապարակելու համար։ Մեր հյուրանոցը Ռուստավելի փողոցի մոտակայքում էր եւ ես առիթը բաց չէի թողնում ամեն երեկո բարսանալ Ռուստավելի փողոց եւ այդ գեղեցկությունը եւս մեկ անգամ տեսնել, լայվերի միջոցով ներկայացնել եւ տեսանյութեր նկարահանել։ Առաջարկում եմ այս պահին մի քանի վայրկյանով տեղափոխվել Ռուստավելի փողոց ու այդ ամանորյա կախարդանքն ու գեղեցկությունը ինքն էլ զգաք, հուսով եմ կադրից ամեն դեպքում այդ ամեն ինչը ինչ որ չափով կարող է անդրադառնալ ձեզ։
Այսպիսին էր իմ 2019-2020 թվականի ամանորը եւ ինձ շատ հետաքրքիր է թե ձեզ հետ ինչ հետաքրքիր դեպքեր ու իրադարձություններ է եղել ամանորի գիշերը եւ ամանորյան օրերին առաջարկում եմ այդ ամեն ինչը կոմենտների տեսքով գրել ես անպայման կկարդամ ձեզ հետ արգամուսյաններ կհանդիպենք հաջորդ հարմար առիթի դեպքում բոլորիս ուրախ ու հաջողակ տարի եմ մաղթում